տաղավարում հյուրընկալել ենք միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանին, պարոն Բալասանյան, բարի գալուստ, շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Միացյալ Նահանգների նախագահը ընդունում է նորից իր խաղաղության խորհրդի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին ու նաեւ այսպիսի ֆրազ է հնչում, որ ընկերներ են դարձել։ Որն է այդ ընկերության գինը եւ ով է վճարում այդ գինը։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ Վաշինգտոնում ժողովրդական լեզվով ասած ըստ էության մոռացել են ինչի համար են հավաքվել, որովհետեւ խաղաղության խորհրդին առաջի հերթին վերաբերում է Պաղեստինի հարցին եւ Գազայի ժողովրդին, բայց այդ Գազայի ժողովրդի մասին ոչ ոք չի խոսում, հավելին Համասիներն են մոռացել արդեն։ Եվ սա կարծես Թրամփը իր համար այսպես հարթակ է դարձրել իր ապագա պլանների մասին խոսելու եւ գլուխ գովալու, որ այստեղ այնտեղ խաղաղություն է բերում։ Եվ շատ զարմանալի է, թե ինչպես է Թրամփը ներկայացնում Հայաստան եւ Ադրբեջանի նախագահներին, ղեկավարներին։ Եւ մի բան էլ ասում է, մի հատ ոտքի կանգնեք, թող ձեզ սաղ տեսնեն, թող տեսնեն, որ խաղաղությունը բոզով պոչով չի լինում, երկու հոգի, ովքեր այժմ ընկերներ են։ Թե որտեղից է Թրամփը վերցրել, որ նրանք ընկերներ են եւ առասարակ որտեղ ինքը ընկերություն տեսնում են, որ խաղաղություն են հաստատել։ Այո, բայց Ալիևը ասում է, որ այսպես կոչված խաղաղություն ու Ալիևը չի ասում, որ խաղաղություն են հաստատել։ Թե Թրամփը որտեղից է դա վերցրել, ես չգիտեմ։ Պարոն Բալասանյան, Ալիևը ասում է իր վերջին մի քանի հայտարարություններում, որ խաղաղություն է հաստատվել, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ Ալիևի այդ պնդումը կշարունակի հնչել առնվազն մինչև հունիս։ Հետո արդեն կլսենք իրական հայտարարությունները։ Բնականաբար, Ալիևը հիմա կտրուկ շարժումներ չի անելու, որպեսզի հանկարծ այս թվացյալ խաղաղությունը չվտանգվի, բայց Ալիևը Մյունխենյան վերջին կոնֆերանսի ժամանակ ասեց այսպես կոչված խաղաղության խաչմերուկը գնացեք Բայդենից ուզեք։ Բայդենն է դրա հեղինակը, երբ որ ինքը երկրորդ գալուստը լինի Բայդենի, այդ դեպքում միգուցե վերադառնանք խաղաղության խաչմերուկին։ Այնպես որ Ալիևը թե ինչպես է ուզում խաղաղություն, մենք սա տեսնում ենք։ Դրա համար ես այդքան էլ կարող Բայդենի խաղաղության խաչմերուկը մոտ ժամանակներ գա, որտեղ ԱՄՆ-ի ընտրություններ են։ Ես կարծում եմ Բայդենը կարող է երկրորդ անգամ էլ չհասցնել գաղափարի եւ իր հետ տանի խաղաղության խաչմերուկի ողջ միֆը եւ ողջ հանրապետական որոշակի խնդիրներ կարող է ունենան։ Այն որ հանրապետականը ներքին ընտրություններում ունենալու է խնդիր, սա արդեն ակնհայտ է։ Այն որ ինչ կատարվում է Միացյալ Նահանգների ներսում, խոսում է այն մասին, որ այդ ռեֆորմները, այսպես կոչված, որ Թրամփը հեղինակել է, դրանք ուղղակի շրջվել են հենց իր դեմ եւ նաեւ հանրապետական կուսակցության ներսում ինքը ունի բավականին լուրջ ընդդիմախոսներ, քանզի եւ ուկրաինական հարցն է Թրամփը այդպես էլ չի կարողանում լուծել։ Մերձավոր Արևելքը ամբողջությամբ խառնել է իրար եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները սկսել է ծառայել Իսրայելի շահերին, սա եւս այնպես չի, որ հանրապետական կուսակցության ներսում բոլորը ողջավորված են։ Դրա համար դեռ պետք է հասկանանք, թե Թրամփը առասարակ լինելու է 3 տարուստը չի լինելու եւ ինչ վիճակ է լինելու առասարակ Միացյալ Նահանգներում։ Դրա համար հիմա խոսենք այն մասին, թե ինքը բերեց խաղաղություն տարածաշրջանին, դա ուղղակի առնվազն կլինի քաղաքական կարճատեսություն։ Ոչ մի քաղաքական խաղաղություն չկա, իրականում չկա։ Հունիսի 7-ից հետո մենք ականատես կլինենք, եթե իշխանությունը վերարտադրվի, մենք ականատես կլինենք, որ իրականում խաղաղություն չկա եւ Ալիևը արդեն անցնելու է բոլոր իր ասած պահանջների կատարածմանը եւ պայման է դնելու եւ նաեւ ուղղակի պահանջատերի իրավունքով, ինչպես ինքն է կարծում, ուղղակի հերթով քայլերի հերթականությունը դնելու է Հայաստանի իշխանությունների առաջ, որից հետո ինչը պետք է անել։ Ինչ է Ալիևի ուզածը, ինչու խաղաղությունը չէ, պարոն Բալասանյան, ո՞րն է խնդիրը, չէ՞ որ խաղաղ ապրելը ոչ ոքի վնաս չէ։ Ալիևի պատկերացմամբ խաղաղությունը դա ոչնչացված Հայաստանն է։ Ալիևը մի անգամ էլ եմ ասել, Ալիևը հող է նախապատրաստում իր իշխանությունը իր որդուն փոխանցել եւ որդին բնականաբար իր պապի եւ հորպես ճկուն չի, տեսքից էլ երևում։ Նրան պետք է մի հատված, դա հարավային Կովկասյան ամենայնպես հայ-ադրբեջանական հատվածում, որ լինի Տափաստան, Կամազուրկ Հայաստան եւ ամեն ինչի պատրաստ Հայաստան, միայն թե իր փոքրիկ սուլթանիկը, այսպես որևէ խնդիրներ չունենա։ Բայց չէ՞ որ մեզ բենզին են վաճառում, ցորեն, հոսանք կտան, այո, գիտեք, այդ ամեն ինչ ունի գին։ Դրա գինը Արցախն է, դրա գինը հայկական Սյունիքն է, կամ Սյունիքի հայկական լինելն է,
Դրա գինը Արարատի մարզի հայկական լինելն է եւ Տիգրանաշեն ըստ էության։ Թե արդյոք համեմատելի են իրար հետ, դա թող արդեն մեր ժողովուրդը որոշի եւ իր դիրքորոշում հայտնի հունիսի 7-ին։ Արդյոք 1000 տոննա բենզինը համեմատելի է Արցախի հետ։ Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ համեմատելի ցանկացած հասարակարգում էլ այդ նյութապաշտ հատվածը կա, բայց ես հույս ունեմ եւ գոնե ակնկալում եմ, որ այդ նյութապաշտ հատվածը որոշիչ չի լինի հունիսի 7-ի ընտրություններում։ Պարոն Բալասանյան, տեսեք ինչ հարց կա, խնդիր կա։ Կապված այս Թրամփի ճանապարհի, չգիտեմ, Զանգեզուրի Միջանցքին իրանք ասում, 3 խոշոր պետություն, 3 խոշոր խաղացող, ոնց որ խաղից դուրս են մնում Ռուսաստան, Իրան եւ ինչպես պատվեց Չինաստան, հա, որի առաջարկները մերժեց Փաստացի Փաշինյանը ընտրելով, չգիտեմ, Վենսի առաջարկածը։ Իրենք ինչ են անելու ձեր կարծիքով, սենց կողքից, կողքաշված նայելու են։ Ես ձեր ասած 3 երկրներին խոշոր կավելացնի եւս մի պետություն, ով եւս խաղից դուրս է մնում, Վրաստանը։ Ես չեմ բացառում եւ արդեն կան բավականին ակտիվ խոսակցություններ այդ մասին, որ Մոսկվան եւ Թբիլիսին բանակցություններ են սկսել համենայն դեպս ոչ պաշտոնական մակարդակով աբխազական երկաթգիծը վերագործարկելու եւ դրանով ըստ էության Թրամփի նախագիծը, այսպես ասած, փաստի առաջ կանգնեցնելու համար։ Տարածաշրջանի 3 պետություն դուրս է մնում այդ ծրագրից եւ 3-ն է շահագրգռված այն, որ այդ ծրագիրը չլինի։ Հետևաբար ես ավելի շատ հակված եմ, որ ավելի շուտ կլինի աբխազական երկաթուղու բացումը մենք կտեսնենք, քան Թրիփը։ Թրիփը մեծ հարցականի տակ է, եթե առհասարակ դա լինի, քանզի այն ինչ կատարվում է Իրանի շուրջ, եթե Իրանը դիմացավ եւ եթե Իրանը չհանձնվեց եւ եթե Իրանում տեղի չունեցան իրադարձություններ, ապա Թրիփի գործարկումը լինելու է շատ մեծ հարցականի տակ։ Արդեն մեծ հարցականի տակ է երկաթգծի հետ կապված ռուսական կողմը բավականին կոշտ դիրքորոշում է հայտնում եւ նաեւ ներկայացնում է այն ծախսերը, որը արվել է եւ ներկայացնում են աշխատատեղերի թիվը, որը արվել է։ Այսինքն 2500 աշխատատեղ են ստեղծել, չենք ստեղծել նրա համար, որ մի օր դուք մեզ ասեք ժամանակն է արդեն գնալու եւ ինչպես ասում են ճապրուկ կայարան Մոսկվա այդ ծրագիրը այստեղ չի աշխատելու եւ երկաթգիծը իրենք չեն հանձնելու ըստ էության երկաթգիծը միջև 2000 կարծեմ 30 թե 36 թվականը կոնցեսիոն կառավարում իրենց ձեռքին է գտնվում կամ երկաթգիծում իրենք կանեն ներդրումներ եթե Թրիփին մասնակցեն Պարոն Բալասանյան կներկել իսկ եթե Փաշինյանը անջատի ընդհանրենք հոսանքը երկաթգծի Ես ինքը մարսում է, հա, ես ուզում եմ տեսնեմ, որ ինքը երբ անջատել է։ Ես ուզում եմ տեսնել ինքը երբ անջատել է հոսանքը, ու տեսնենք հետո ինչ անել։ Թող անջատի։ Ես կարծում եմ, եթե այդքան ունեն հնարավորություն տեխնիկապես, հատկապես երբ հիմա էլեկտրոցանցում էլ բարձր պրոֆեսիոնալներ են նստած, թող փորձեն անջատել, բայց այդ ռուբիլնիկը հանկարծ 10 ռուբիլնիկ չանջատեն որ հետո ազգովից չընկնենք այդ ռուբիլնիկը անջատողի հետևից փորձենք էլի հետ միացնել։ Լավ, պարոն Բալասանյան, երկաթուղու ենթադրենք խնդիրը կա, բայց ինչու է սա խնդիր։ Չի կարող Թուրքիան Կարսից ոչ թե դեպի Նախիջևան շարժվել, այլ Կարսից դեպի Ախուրիկ, Հայաստանի սահման շարժվել։ Որն է խնդիրը, ինչու Թուրքիան չի գնում ավելի կարճ, ավելի էժան ճանապարհով, այլ լրիվ զրոյից նոր երկաթուղի է կառուցում դեպի Նախիջևանի հետ սահման։ Այդ դրա պատասխանը ընկած է այն նույն տրամաբանության մեջ, թե ինչու Թուրքիան չնախընտրեց Գյումրի-Կարս երկաթգիծը, այլ որոշեց միանալ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգծի նախագծին, որը մի քանի անգամ ավելի թանկ էր։ Որպեսզի Հայաստանը միշտ մնա շրջապատման մեջ եւ Հայաստանի հայկական բյուջե գումար չմտնի թուրքական երկաթգծերի աշխատանքից։ Շատ པարզ է ուղղակի։ Բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այս թրիփը եւ իր բոլոր նախաձեռնությունները, սահմանը բացելը, բոլորը մեզ համար տնտեսական հնարավորություններ են ստեղծելու եւ Էրդողանն էլ է իդեպ նույնը պնդում։ Գիտեք, ես շատ ուրախ կլինեմ, եթե տնտեսական հնարավորությունները ստեղծվի, բայց տնտեսական հնարավորություններ ստեղծելու եւ իրավիճակը վերահսկելի պահելու համար դու պետք է ունենաս վերահսկիչ փաթեթ։ Եթե դու այդ կոնսորցիումում ունես ընդամենը 26%, էլի լավա գոնե 24 չեն տվել, էլի լավա գոնե 26 են տվել։ Այսինքն 1/4-ից մի քիչ ավել։ Դու ոչ մի դեպքում չես կարողանալու վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ 1 եւ երկրորդը։
Այն գումարները, որոնք մտադիր են աշխատել թրիպով, այնքան չնչին են լինելու ըստեյության, որ ես կարծում եմ սա էլ Հայաստանը չի տեսնելու այդ գումարները, անգամ այդ 26%-ը։ Դա կներկայացնեն իբրև ներդրումների մարման ուղղված միջոց եւ Հայաստանը ուղղակի այդ գումարները չի տեսնի, քանզի ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը շահագրգռված չեն, նորից եմ ասում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը աշխուժանա եւ Հայաստանը իրոք սկսի գումար աշխատել։ Ինչու՞։ Եթե Հայաստանը սկսեց աշխուժանել եւ գումար աշխատել, դա ծնկի չի իջնի։ Իսկ իրենց պետք է ծնկի իջած Հայաստան, որպեսզի նորից եմ ասում, փոքր Հեյդարիկը կարողանա հանգիստ եւ ախորով կառավարել եւս 50 տարի։ Մա փոքր Վենսին անդրադառնանք, հա, Վենսը եկավ Հայաստան, ինչ որ բաներ խոստացավ, չխոստացավ էլի ներդրում ԱՄՆ ապահովեց։ Ուղղակի ես ում տրամաբանությունն հասկանամ, Նիկոլ Փաշինյանի խոստացվել է մի բան, որը լավագույն դեպքում մինչև 2030-32 թվական չի կառուցվելու։ Եվ դրան ի պատասխան կոպիտ ասած Նիկոլ Փաշինյանը ընդունում է այդ առաջարկը եւ հաստորեն վատ բանի մեջ դնելով եւ Ռուսաստանին եւ Չինաստանին, որոնք նույն մոդուլային ռեակտորների մասով իրենց առաջարկները արել են շատ ավելի շահավետ։ Դա ինչ էր Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչ որ հավատարմության բան ԱՄՆ-ին, սխալ հաշվարկ, թե մտածելով էլի կրկին բոլորին այո ասեմ, հետո տենամ ինչա լինելու։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել են նաև Վենսը եւ իր շրջապատը, որ նաև Վենսը դրա մասին ասաց, որ ընտրություններում իրենք աջակցելու են եւ միայն վերընտրվելու համար կարծում եմ կարող է եւ գնալ վաբանկ առանց մտածելու դրա տնտեսական, քաղաքական եւ աշխարհակաղակական հետևանքների մասին։ Ըստ էության իրենց հետաքրքիր էլ չէ հետո ինչ էլ, իրենց պետք է հիմա այս պահին իրենց հարցերը կարգավորեն, հետո ինչ կլինի Հայաստանի հետ, Ռուսաստանը Ուկրաինայից հետո ինչ կանի, Ուկրաինայի մի օր վերջանալու է, չէ՞ այդ ամեն ինչը։ Չինաստանի հետ, եթե իրենք մտածեին Չինաստանի հետ հարաբերությունները պահպանելու մասին, իրենք չէին միանա կրոնական ազատությունների խարժային հանուն ույգուրների իրավունքների պաշտպան։ Չինաստանի հետ մեծ ռազմավարական համաձայնագիր չկնքեցին օգոստոսին, թե Այո, ես միլիարդավոր նախանձով եմ հետևում, ճիշտ ասած, օրինակ տեսեք, Իրանի նախագահ Փեզեշքյանը գալիս է Հայաստան եւ ստորագրում է Իրան-Հայաստան բարձրավոր երրորդ այսպես գծի կառուցում եւ այլն։ Հետո ասում են, որ Հայաստանը կարող է միանալ Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ համակարգին։ Այդ դեպքում այդ բարձրավորը ո՞նց է կառուցվելու։ Դա հարցերի հարցն է։ Եթե թրիպը տալիս ես ամերիկացիներին, ամերիկացիներն էլ դա վերապատվիրակում են տարածաշրջանի երկու պետություններին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Արաքսի վրա երկրորդ կամուրջ ինչպես է կառուցում։ Եթե դու թրիպը տալիս ես ամերիկացիներին, չինացիները ինչպես են քո համար թունելներ կառուցելու Քաջարանում եւ ուրեմն Կապանի հատվածում եւ կամուրջներ կառուցել։ Այսինքն խառնել ամեն ինչը, բոլորին ինչպես դուք ասեք, ամեն ինչ խոստանալ, վերջում ասել պահո, դա արդեն քաղաքական առումով լուրջ չի եւ մեզ լուրջ չեն ընդունում ըստ էության եւ չեն էլ ընդունելու, բայց կա պետություններ կան, ում հետ պետք չի կատականել, որովհետեւ չինացիներն էլ կատակասեր չեն, այդպես եւ հումորի տես բարձր զգացում չունեն։ Այսօրվա եթերի հավանաբար ամենասկանդալային դրվագին եմ առաջարկում անդրադառնանք Վաշինգտոնում հիմա ամբողջ ադրբեջանական մեդիան, ընդդիմադիր առնվազն մեդիան պայթում է, թե ինչպես են Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում Ալիևի հյուրանոցի առաջ, այն հյուրանոցի առաջ, որտեղ Ալիևն էր բնակվում, ցույց փորձել կազմակերպել եւ ահա թե ինչ է տեղի ունեցել։
Ալիևի թիկնապահները դաժանորեն ծեծել են ադրբեջանցիներին, որոնք բարձրախոսով վանկարկում էին ազատություն քաղ բանտարկյալներին, ինչպես հայտնի Ադրբեջանում այս թեման շատ նուրբ ու զգայուն է, ինչը տեղի ունեցել հետո, ինչ են հիմա քննարկում ադրբեջանցիները բոլոր սոցիալական ցանցերում, հատկապես Ալիևի դեմ կարծիքներով հայտնի ադրբեջանցիները, ընդդիմադիր լրագրողները, անգամ նրանցից մի քանիսին, ինչպես գիտեք, գողացել են տարբեր երկրներից, վերադարձրել են Ադրբեջան, դատ ու դատաստան, հետո մի կերպ հաջողացրել են փախչել, օրինակ Աֆղան Մուխթարլեն, գրում են, որ այն, ինչ հիմա տեսնում եք ձեր էկրաններին, հուշում է, որ Ալիևի վերջն է մոտենում եւ ավելին Ալիևը զգում է, որ իր վերջն է մոտենում։ Այս պահին հայտնի է, որ Ալիևի թիկնապահներին ադրբեջանական օդանավով Ազալի Վաշինգտոնից Միացյալ Նահանգներից դուրս են բերել, փախցրել են։ Երկրորդ կարևոր ինֆորմացիան, որը հայտնի է, Միացյալ Նահանգներում գործ է հարուցվել, դատախազությունը գործ է հարուցել, ուսումնասիրելու կատարված է եւ երրորդ ուշագրավ տեղեկությունը այս կատարվածի առնչությամբ այն է, որ Վաշինգտոնում Բաքվի դեսպանությունն է հայտարարություն տարածել, նշելով, որ այս մարդիկ, որոնք գոռում են, վանկարկում են ազատություն քաղ բանտարկյալներին, փորձել են պայթեցնել, վնասել Ալիևի մեքենան ու դրա պատճառով է սա սկսվել, բայց ինչպես նկատում են հենց ադրբեջանցիները, սա գրել են ու փակել մեկնաբանությունների հնարավորությունը, եթե սա իրականությունն է, ապա ինչու են փակել մեկնաբանությունների հնարավորությունը, մյուս կողմից էլ քննարկում են, որ եթե Ալիևի կողմից պաշտոնական արձագանքը այսպիսին է, ուրեմն պարզապես սա կազմակերպված էր հենց Ալիևի կողմից, ինչ որ բան ցույց տալու համար, իբր իրեն վտանգ է սպառնում։ Պարոն Բալասանյան, բոլոր մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Ինչ է կատարվում։ Գիտեք, մեկնաբան ասում են, sense կարելի էր, հա, Փաշինյանը իսա կմտածի։ Տեսեք, արկելում է մուտքը Հայաստան, Փաշինյանի մեթոդն էլ էլի։ Այս մարդիկ, ովքեր ցույց էին անում Վաշինգտոնում, ես կարծում եմ առաջնորդվել են հետևյալ սկզբունքով, որ սա Վաշինգտոնն է, այստեղ դու տանն ես։ Իրենք Ամերիկայի քաղաքացիներ են ըստ էության կամ գոնե ունեն կացության քարտ։ Դե մարդիկ մտածել են դե դեմոկրատիայի օրանում ոնց կարելի է այդպես բաներ։ Ալիևին է մի պահ թվացել է, թե ինքը ոչ թե Վաշինգտոնում, այլ ասենք Նադարան քաղաքում է թալիջներով բնակեցված, այս մարդա ծայցուն Վաշինգտոնում։ Հիմա եւ սա համընկնում է խաղաղության խորհրդի Անդրանիկ նիստին, այսինքն այնքան խաղաղության խորհուրդ են, այնքան խաղաղ են, որ օրը ցերեկով ասենք բարձրախոսով մարդուն ծեծում են, այսինքն այդ մեքենան բարձրախոսով պիտի պայթեցներ ըստ Ալիևյան տրամաբանության։ Գիտեք, Ալիևի ոտքերի տակից էլ է հողը փախնում ըստ էության, եւ դա իրականություն է։ Այն ինչ որ Ադրբեջանում կատարում է, այդ էյֆորիան Արցախի բռնազավթման հետ կապված, դա անցել է արդեն։ Հիմա մարդիկ սկսել են այլ աչքերով նայել, մարդիկ սկսել են հասկանալ, որ փոքրիկ Հեյդարիկը, ով Ալիև հետ անդադ շրջվում է բոլոր տեղերում, սա նշան է, որ նա է լինելու հաջորդը։ Այսինքն այդ մարդիկ ինչպես վատ ապրել են Ադրբեջանում, այնպես էլ վատ ապրում են։ Իմիջիայլոց ադրբեջանցիների վերաբերմունքը Ալիևի քաղաքականությանը մենք հստակ տեսնում ենք Արցախում ինչ է կատարվում։ Քանի մարդ է ինքնակամ տեղափոխվել Արցախ եւ քանի մարդ է Արցախում եւ հարակից շրջաններում ապրում։ Ադրբեջանցիներին եւ Ալիևին այդպես էլ չի հաջողվում մարդկանց տանել այնտեղ բնակեցնելու, եթե իրենց համար դա սուրբ հող էր, սերեն էր եւ այլն։ Մարդիկ շատ լավ գիտեն իրականում դա իրենցը չէ եւ այն վախը, որ կա հայերի նկատմամբ, իմիջիայլոց մինչև վախը, որ հայերը մի օր կվերադառնան։ Այո, մինչև 90-ականները իմիջիայլոց նման վախ կար Էրզրումի բնակիչների մոտ։ Էրզրում քաղաքը ինչու չէին վերակառուցում մինչև վերջերս։ Որտեղ վախում են, որ հայերը մի օր վերադառնալու են։ Այսինքն այս անասնական վախը, որ կա Ադրբեջանում, սա խորանալու է։ Եվ Ալիևը սա շատ լավ հասկանում է եւ սա մի օր պայթելու է Բաքվի կենտրոնում։ Եվ Ալիևը ոչինչ չի կարողանալու սրա դիմաց անել։ Դրա համար այն մտատանջությունը, թե Հայաստանը փակեց Արցախի թեման, թռեք վերև իջեք ներքև, Արցախի թեման չի փակվել երբեք եւ չի փակվելու։ Ավելին, եթե դու մի կողմին տալիս ես ամեն ինչ, մյուս կողմին թողնում ես ձեռնունայն, սա ինքնըստինքյան բերելու է նոր վրեժի եւ ինքնըստինքյան միջազգային հանրությունը շուտով իր կաշվի վրա է զգալու այդ ամեն ինչը եւ Վաշինգտոններում է լինելու այս ամեն ինչը, Բրյուսելներում է լինելու, Փարիզներում է լինելու, բոլոր այն մայրաքաղաքներում, որոնք աչք փակեցին, թե 21-րդ դարում ինչպես է ցեղասպանության սպառնալիքի տակ 130,000 մարդ արցունքն աչքերին թողնում իր բնակավայրը եւ դուրս գալիս։ Սրա պատասխանը միջազգային հանրությունն է տալու եւ բոլոր մայրաքաղաքներում մենք տեսնելու ենք, որտեղ Ալիևը գնաց, այս խնդիրը լինելու է։ Եվ սրա պատասխանատուն նաև միջազգային հանրությունն է, նաև Միացյալ Նահանգներն են, նաև Եվրոպան ում խավորությամբ
Արցախը դատարկվեց, ումքավորությամբ Արցախը մատուցարանի վրա հանձնվեց Ալիևին, ով աչք փակեց, թե ինչպես է ահաբեկիչները Արցախում խաղաղ բնակչության վիզ կտրում եւ մորթում, միայն մի բանի համար, որ հետո Ալիևը պետք գա իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար։ Եվ հիմա ժամանակն եկել է, Ալիևը նյարդայնացած է, Ալիևը փախնելու տեղ չունի, ինքը ստիպված է լինելու կատարել այդ միջազգային հանրության պահանջը։ Սա է խնդիրը։ Պարոն Բաղդասարյան, իսկ փորձենք կանխատեսել է իհարկե անարդար բան է, հա, ինչ կլինի, երբ որ փոքրիկ Ալիևը գա իշխանության, այսինքն ով է իրան պահելու, հա, ով է տանիք լինելու, ինչ աշխարհական տանիք է փորձելու տակ տեղավորել Ալիևը, որովհետև ինչքան էլ ինքը ընտանիքյան Փաշինյանին, հա, որպեսզի գոնե Հայաստանի կողմից որևէ վտանգ չլինի, այնտեղ Ադրբեջանը ունի մի քիչ խնդիրներ եւ Ես կարծում եմ փոքրիկ Ալիևի միակ հնարանը լինելու է անգլո-իսրայելական տանդեմը, ովքեր շահագրգռված են, որպեսզի Ալիևների կառավարումը Ադրբեջանում շարունակվի։ Որտեղ ինչի համար եմ ասում, Ալիևը դեռևս կան ռուսախոսա ռուսները համարում են իրան ռուսական աշխարհի Մգիմոյը ավարտել, Մգիմո ավարտած լավ ռուսերեն խոսացող, ինչ որ մի մաս, հա, քիչ թե շատ կարողանում է որոշակի դեպքերում թոս փչել, հա, Ռուսաստանի աչքերից, բայց փոքրիկ Ալիևից դա ընդհանրապես չի զգացվում, հա, որ ինքը ինչ որ լեզուն է թիրապետում, հա, բայց կասկածելի։ Ես կարծում եմ ինքը տեղեկի չի, որ երկրում ապրում է, ասել, իր դեմքից այդպեսի տպավորություն, ինքը ուղղակի առավոտ վեր է կենում, հաց են տալի ուտում։ Ով է լինելու Ադրբեջանի գորշ կարդինալը ըստ ձեզ եւ մեր ու Ադրբեջանի հարաբերությունների մեջ դա ինչ փոփոխություն է լինելու։ Ես ասեմ, կարծում եմ, որ փոքրիկ Ալիևի խնամակալը կլինի անպայման բրիտանական եւ իսրայելական հատուկ ծառայություններից մարդիկ, խորհրդականներ, ովքեր նրա կողքը կլինեն, որպեսզի հանկարծ չմտածված քայլեր չանի եւ տանելու են իրենց ուզած ճանապարհով, իսկ իրենց ուզած ճանապարհը մեկն է։ Ադրբեջանը պիտի լինի պլացդարմ Իրանի դեմ ռազմական գործողություն։ Հիմա չի լինի, 5 տարի հետո կլինի։ Ադրբեջանը պետք է զուտ դրա համար։ Արցախը պետք էր հայաթափել, որպեսզի Իսրայելը այնտեղ ազատ գործելու հնարավորություն ունենա։ Արցախը պետք էր հայաթափել, որպեսզի Իրանի նախագահին կարողանան վերացնել, նաև Արցախի հատվածում Խոդաֆերենի կամուրջումը։ Հետևաբար, եթե Ալիևները մնացին իշխանության, մնալու են բացառապես այդ երկու պետությունների ցանկությամբ եւ հնարավորություններով, եթե նրանց թույլ տան։ Եթե իրանցիները եւ Մոսկվան մի օր չնստեն սեղանի շուրջ եւ որոշեն, որ բավ է արդեն եւ ըստ էության տարածաշրջանը պիտի վերադառնա այն տերերին, ովքեր ստորագրել են Թուրքմենչայի պայմանագիրը եւ այն տերերին, ում միջև որ բաժանվել է ըստ էության տարածաշրջանը եւ Արցախը անցել է ռուսական հսկողության տակ։ Ես իմ վերջին հարցը տամ տարածաշրջանից դուրս գանք, հա, Հայաստանի իրավիճակին մի փոքր անդրադառնանք, այստեղ հնարավոր է մոլդովական սցենարի։ Համենայն դեպս այդ ուղղությամբ Եվրոպական միությունը շատ ակտիվ աշխատում է։ Արդեն այն հայտարարությունից հետո, որ ստեղծվում է ուրեմն ընդդիմադիր բլոկ կամ մի կուսակցություն մտնում է մյուս կուսակցության մեջ եւ պատրաստակամություն է հայտնում ընտրություններին համագործակցել, արդեն մենք տեսնում ենք, որ այդ մեծ կուսակցության ղեկավարի տանը արդեն խոզարկություններ են ընթանում։ Նույնը եղավ նաեւ Մոլդովայում ըստ էության։ Ես ինչի համար եմ հարցնում, որովհետեւ ի տարբերություն Մոլդովայի մենք թուրք չենք, հա, կոպիտ ասած մոլդովացիների մոտ 30-40%-ը իրենց ռումինացի տեղ է դրել, մեր ռումինացին ով է լինելու։ Մեր ռումինացին կարծում եմ լինելու է այն ընտրողը, ով գնալու է եւ ձայնը տալու է գործող իշխանություններին։ Միայն նրանց վրա կարող է հիմնվել թուրք են համարում, այսպես ասած։ Գիտեք, ոչ թե ազգությամբ, այլ Թուրքիայի շահերի Համենայն դեպս իրենց համարելու են այն քաղաքական գծի այսպես հետևորդ եւ եթե տալիս են համաձայնություն, նշանակում է բոլոր պարագաների պատասխանատվությունն էլ ընկնելու է հենց նրանց վրա։ Հետևաբար նրանք ուրեմն կիսում են այն քաղաքական գիծը բոլոր առումներով, որը որ այսօր տարվում է իշխանությունների կողմից։ Պարոն Բալասանյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար։